Ես չեմ հասկանում, դու ոնց կարող էիր այդ կարևոր գործը հանձնարարել տիկին Վարսիկին։ Ես համոզված էի, որ ամիսը 40,000 դրամ թոշակով ապրող մարդը գործից գլուխ կհանի։ Դու դեռ տրամադրություն ունես կատակներ անելու։ Բնավ, քավլիցի։ Մայիս, դու համակարգչի կոշտ սկավառակի հետևից ուղարկել ես մի մարդու, որը մինչև հիմա բոլոր վիդեոզանգերին ասում է Skype։ Ես չգիտեմ նա ինչին ինչ է ասում, բայց հիմա եղածը եղած է, ավելի լավ է մտածենք, թե ինչ ենք անելու։ Ոչինչ, պետք է հանձնվել ոստիկանությանը։ Հակառակ դեպքում մեզ ամեն րոպե կարող են վերացնել։ Հանձնվել։ Իսկ դա ինչ կենթանի է։ Կարող է միրգա։ Իսկ դրանից իմ հակով կճարենք։ Մայիս, վերջ։ Ես պարզապես չգիտեմ այդ ինչ է։ Վերջ, Մայիս, ամեն ինչ ավարտված է։ Մեր միակույսը Դանիելյանի համակարգչի ինֆորմացիաներ դա էլ արդեն չկա։ Բայց Ոչ մի բայց։ Հեռացիր, ես պատրաստվում եմ զանգահարել ոստիկանություն։ ի՞նչ։ Շնորհակալ եմ քեզ համագործակցության համար։ Արի ընդունենք, որ մեզ մոտ ոչինչ չստացվեց։ Ես կզանգեմ ոստիկանություն, կասեմ, որ քեզ ներքաշել եմ այս գործի մեջ շանտաժի միջոցով, որպեսզի դու անպատիժ մնաս։ Գնա։ Մոնիկա։ Մայիս, խնդրում եմ, ոչ մի բառ հեռացիր։ Մոնիկա։ Գնա, խնդրում եմ։ Մոնիկա։ Խարակացրու մի ժամ այն չես պնդրում։ Հենց էտա ես էլ չգիտեմ։ Որ չգիտես ինչ ես պնդրում, բա ինչ ես պնդրում։ Ուզում եմ ասել ինչ ես պնդրում։ Այսինքն որպես ինչ ես պնդրում։ Ինչ-որ տեղեկություն, ինֆորմացիա կամ ֆլեշկա, որը կարա օգուտ տա այս գործին, որովհետև հենց որ ձեր թեթև ձեռքով մեր վերջին ու միակ հույսը վերածվեց ժարիտի։ Արդեն շատ ես խոսում, արագացրու, քանի մեզ չեն բռնելու ցմադատել։ Վերա մի չափազանցում մաքսիմում 5 տարի։ Ում համար 5 տարի, ում համար ցմա։ Մարդա գալիս։ Դանիելյանն է։ Ինչ իմանամ, դեմքից ինչ հայրևում իջանա։ Դանիելյանն է։ Եկեք ասեմ։ Այդ ցավում ատևս։ Աղթևս։ Տիկին դուք ձերբակալված եք։ Պետական գույքի ոչնչացման եւ հանցավոր խմբի անդամ հանդիսանալու մեղադրանքով։ Ոստիկանը մնոր ոստիկան էլի։ Հիշեցնեմ, որ ինչ խոսեք կարող է օգտագործվել ձեր դեմ դատարանում, այնպես որ մայրիկ ջան, լավ կանեք լռեք։ Մարգարյան, ես ինչ աստեղ կատարվում։ Բարոն գնդապետ, ձեր գնալուց հետո ես տիկինը մտավ իմ հիվանդասենյակ ու սկսեց տարօրինակ հարցեր տալ։ Բնականաբար կասկած հարուցեց։ Եվ ես հետևեցի։ Ու ինչպես տեսնում եք, չեմ սխալվել։ Փորձում էր ձեր համակարգչի ինֆորմացիան գողանալ, բայց արդյունքում ամբողջը վերացրել է։ Ապրես Մարգարյան։ Ես քիչ հետո շատ կարևոր հանդիպման եմ, բայց դեռ պետք է մտնեմ տուն, լոգան կընդունեմ, ինձ կարգի բերեմ։ Քանի օր գիշերն ու ցերեկն իրար ենք խառնել։ Դու սրա ոնց պետք է հարցակնի ու բաց չթողնես։ Լսում եմ։ Տոյ։ Հաստատ ամբողջ ինֆորմացիան վերացրել է։ Այ հիմա ասեք։ Արդեն մոռացա ինչ պետք է ասի։ Քո ճաշակու մի հատ լավ վիրավորանք ընտրի։ Այդ աղա, դու հերթապահես, թե զանգեմ մամայիդ տանի ականջները ծակի։ Քեզ չէի հրամայել ոչ մի կողմնակի մարդ բաժին չմտնի։ Պարոն գնդապետ, ինչի ձեր մաման կողմնակի է։ Ո՞վ։ Ձեր մաման։ Այսինքն ձեր մայրիկը։ Ուզում էի ասել, պարոն գնդապետ,
ձեր ծնողը։ Ոյ, պարոն գնդապետ, այն մարդը, ով ձեզ լույս աշխարհ բերել, դուք գիտեք մենք ոնց ենք իրան հարգում, սիրում։ Աստված իրան երկար տարիների կյանք տա։ Հիմա ինչ ես արել։ Ոչ մի բան, ուղղակի Դանիելյանի մորը երկար տարիների կյանք եմ մաղթել։ Այ դուրակ Դանիելյանի մորը 5 տարի առաջ ենք թաղել։ Ներեցեք, դուք ձեզ լավ եք զգում։ Վստահ եք։ Ասացի այն չես կպրշկել։ Ուղղակի Ինչ անենք, ես քաղցր եմ խմում, իրավունք չունեմ։ կներեք։ Մայիս հանգստացիր ես անգամ դու չես կարող պարտվել, բայց ես ինչ կարող եմ անել, բոլոր ապացույցները վերացված են, Հակոբյանը ջնջված, իսկ իմ բարոյը հոգեբանական վիճակը ջնջխված։ Տիկին Վարսիկ իզուր մի փնտրեք, եթե այդտեղ կարևոր բան լիներ, Դանիելյանն արդեն վերցրել էր։ Այսինքն վերջ, ծմա գնացինք։ Չգիտեմ, բայց արդեն այստեղից պետք է գնալ։ Մարգարյան, այսուր է ստանում Դանիելյանի հանգության մորը։ Հիվանդանոց, սրտից է բավոքում։ Հիմա էլ հետմահու չմեռնի մնա բրեկներս։ Այլ մի ասա, Լսի մեր քունն կարամ չէ քո մեքենայով տանում։ իմ մեքենայով։ Ահ, սիրտս։ Լսի դու ես ներջ թողել, եթե մի բան եղավ, առաջինը քո աստղերն անկնելու։ Գնացինք։ Ընդամենը մի ժամ, ու մենք մի ամբողջ ժողովրդի կերջանկացնենք։ Այսում եմ տեսնում, գիտես ով է, համակարգի ամենահարուստ գնդապետը։ Ոնց որ ասում են, արուն թռին նորասահով։ Ինչա խնդիրներ ունեք։ Չէ։ Ու ոնց հասկանում եմ, չենք էլ ունենալու։ Մենակ չասես, որ բռնել ես դրանց։ Չէ, բայց կբռնենք։ Կարևորը վստահ եմ, որ ոչ մի ապացույց չունեն։ Իսկ ես արդեն ընդհանուր ռոզիսկ եմ հայտարարել։ Մեծ որ էլ ոչինչ չեն կարող անել մեր դեմ։ Ամեն դեպքում, քանի դրանց չենք վերացրել, հանգիստ չենք կարողանանք։ Թիկունք, ուրեմն հավաքում ես բոլորին։ Մողես, մուղես, ջնջոց, քիլերներին, մի խոսքով ով կա։ Բայստից մի կիլոմետր շարավղով հսկողությունա պետք ապահովել, որ վերջի պահին անակնկալներ չլինեն։ Այսինքն էլ պետք չի, որ Մողեսը Դոլունցի տանը մնա։ Չէ, դրանք այդքան հիմար չեն, որ գնան Մոնիկային տուն։ Ոնց ասեք։
Խմենք մեր գործի հաջողության կենացը։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Հավատա ավելի լավ տարբերակ չկա։ Մոնիկա, ոնց կարող էի ես։ Ախր ես քեզ Մարգարյան հավատա դրա ժամանակը չի։ Զանգի բաժին ու ասա, որ հարցաքննել ես տիկին Վարսիկին։ Նաև ասա, որ ես եմ ստիպել, որ նա գնա այդ քայլին։ Հետո ինքը ասել է իմ տեղը ու դու ինձ բռնել ես։ Այդ դեպքում համ դու, համ տիկին Վարսիկը չոր դուրս կգաք այս ամենից։ իսկ Դանիելյանը Դանիելյանը ինչ։ Ինքը քեզ ոչնչում չի կարող մեղադրել, չէ՞ որ ինքն էր հրաման տվել ինձ բռնելու։ Չգիտեմ ինչ ասեմ, Մոնիկա։ Այլ տարբերակ չկա։ Եթե ես քեզ համար մեկ չեմ զանգի, հակառակ դեպքում ինձ կարող եմ վնասել։ Ալո, լեյտենանտ Մարգարյան, թմրանյութերի դեմ պայքարից։ Ինչ շտապ անձնակազմապետ, որպեսզի հանցագործին ձերբակալեն։ Հասցեն Ես կզանգեմ։ Ինձ թվում է մեզ մի անձնակազմել հոգեբուժանից է պետք։ Մայիս դու ստեղ ինչ ես անում։ Ոնց, պարում եմ։ Ինձ հիմա գնա այստեղից։ Դու էլ զանգի ինչի անջատեցիր։ Ճիշտ է ասում, զանգիր նախարարին։ Ես գիտեմ, թե երբ եւ որտեղ են դիմավորելու ապրանքը։ Անհնար է հանցակետում խնդիր առաջացած լինի։ Ասա։ Լավ։ Անցակետը անցել է։ Թիկունք, պատրաստ եք 15 րոպեից շարժվում ենք։ Չէ, ոչինչ չի ստացվի։ Մենք չենք կարող առանց ապացույցների նախարարին այնտեղ քաշ տալ։ Իսկ նախարարը որտեղից է իմանալու, որ մենք ապացույց չունենք, հա։ Դու մեր վիճակը ավելի ես բարդացնում։ Ես չեմ կարող նախարարին կեղծ ապացույցներ ներկայացնել։ Ապացույցները կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ Դանիելյանը բացահայտված չէ։ Իսկ եթե հանկարծ Դանիելյանը չբացահայտվի, մայիս դու կարող ես վերջապես ընդունել, որ սա վերջն է։ Ես մի վաղեմի ծանոթ ունեի, ում պապն ասում էր վերջում ամեն ինչ լավ է լինելու։ Ու եթե այդ պահին լավ չէ, ուրեմն դա վերջը չէ։ Հիմա սա լավ է։ Բա հիմա ինչ ենք անելու։
Ինչ որ բան են չի։ Հա։ Մողեսն ու ջնջոցն են ուշանում։ Զանգերից էլ չեն պատասխանում։ Այդ եկքա տունը տրամադրության տակ կնիկ երեխեն է մոտ է, չեն։ Հարփը քնել է երևի։ Լավ գնացինք առանց իրանց է յոլա կգնանք։ Այդ ջնջոցի հետ ես հետո կխոսամ։ Զգում ես հոտը։ Ինչ հոտ, ավոր։ Միլիոնների հոտը, միլիոնների։ Գնդապետ, ինչպիսի անսպասելի հանդիպում։ Իրոք որ, երբեք չէի պատկերացնի, որ ձեզ այստեղ կտեսնեմ, պարոն նախարար։ Ինչով կարող եմ ծառայել։ Ես չգիտեմ, թե սրանք ձեզ որտեղից, բայց հավատացեք ինձ, որ սրանք կեղծ փաստաթղթեր են, պարոն նախարար։ Չի բացառվում։ Պարոն Բադալյան, որպես մեր ժամանակի ամենահաջողակ ու ազնիվ գործարար, կարծում եմ չեք արարքի, եթե խնդրեմ, որ բացենք բեռնատարի խցիկը։ Բայց ես ինչքան գիտեմ դրա համար դատարանի որոշում է պետք։ Լավ կատակում եմ։ Այ խնդրեմ։ Բացի։ Մենակ չուպա-չուպսա։ Բերեք դրանց։ Լեյտենանտ Դոլունց, ես ձեզ զգուշացրել էի, չէ, թե ինչ կլինի, եթե հանկարծ պարզվի, որ այս ամենը հորինել եք, որպեսզի խուսափեք հետախուզումից ու Հակոբյանի մահափորձի հոդվածից։ Պարոն գնդապետ, ես ճիշտ եմ, չէ՞ տեղեկացված։ Ճիշտ է այդպես։ Դե։ Ինչպես կբացատրեք սա։ Ինչ։ Պարոն նախարար, ես ձեզ վստահեցնում եմ։ Դա թմրանյութ է։ Մայիս, երբեք չէի պատկերացնի, որ դու կաշիդ փրկելու համար կեղծ փաստաթղթերով անգամ պարոն նախարարին կփորձես խաբես։ Ես զգուշացնում էի, չէ՞ ձեզ։ Ես ինչ արեցիր։ Մոնիկա, ես չէի կարող այդպես սխալվել։ Լավ, տարեք սրանց։ Մի վարկյան։ Լեյտենանտ Դոլունց, ամեն ինչ վերջացած է։ Պարոն նախարար, խնդրում եմ։ Տիկին լեյտենանտ, ինչ կարիք կա ծնկաչոք ներողություն խնդրելու, ես ես առանց դրա էլ կներեմ։
ուղղակի վախենամ օրենքը չի ների։ Չուպա-չուպս կուտեք, պարոն նախարար։ Չեք զգում, որ չարաշահում եք իմ համբերությունը։ Պարոն նախարար, խնդրում եմ, փորձեք, հաստատ չեք փոշմանի։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Խնդրում եմ։ Այս աղբը պետք է տարածվեր մեր երկրով մեկ, մեր դպրոցներում, լցվեր մեր երիտասարդների օրգանիզմները։ Պետք է զգուշացնել, որ Դանիելյանը դրանց հետ է։ Որ թմրանյութը հետ չոպաչոպսի։ Տղերքը ամեն ինչ պատրաստել են։ Առավոտ շուտ թռնում ենք։ Բայց մի տեսակ փաբը կկարոտեմ։ Ոչինչ։ Մեկը սա գիշերը դեմները սա։ Առաջարկում եմ այդ գիշերը ճիշտ օգտագործենք։ Ես քո տեղը այդքան չէի շտապի։ Թիվ 3014 հրամանով թմրանյութերի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնում նշանակել փոխգնդապետ Հակոբյանին։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության։ Շնորհավորում եմ, պարոն փոխգնդապետ։ Ինչպես նաև հայրենիքին մատուցած ծառայությունների ու մասնագիտական բարձր որակների համար լեյտենանտ Դոլունցին շնորհել կոչումի կրկնակի բարձրացում և նշանակել թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ավագ քննիչի պաշտոնին։ Ես գիտեմ, որ դու լինելու ես ձեր բաժնի լավագույն աշխատակից։
Շնորհակալություն եւ շնորհավորում եմ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Մի րոպե, խնդրում եմ լռություն, ես դեռ չեմ ավարտել։ Սիրելիներս, այս գործը չէր բացահայտվի, եթե լեյտենանտ ներողություն, կապիտան Դոլունցը չունենար մեր լեգենդար մայիսի պես գործընկեր։ Սիրելի մայիս, ես ուզում եմ ողջ նախարարության ու հատուկ իմ անունից շնորհակալություն հայտնել ձեզ եւ հանձնել այս շնորհակալագիրը։